Զարուհի Փոստանջան, երրորդ խոսափող, Չի դեսվում։ Դիրքորոշումը հանցավոր ռեժիմի հանդեպ միասնական է։ Անջատեք խոսափողը, լսում ենք ձեզ, հեսականցնի, համբերեք։ Հիմա բառերով, ձեր նախադասություններով, խնդրեմ։ Պարոն Գալստակյան, ես ձեզ հորդորում եմ մի քիչ զուսպ լինել, որովհետև այդպիսի դրսևորումները ձեզ չեն գեղեցկացնում, ասեմ ձեզ ձեր հետևից շատ տգեղ բաներ են արտահայտում, ես չեմ ցանկանում այդ տգեղ արտահայտությունները լսել։ Հիմա շարունակեմ։ Կարևորը, որ ձեր դիմացից են ասում։ Շարունակեք։ Ես ուզում էի այս ժապավենը այնպես անեի, որ դուք լսեիք, բայց պարզվեց, որ այստեղ հնարավոր չէ այդ տեխնիկական պայմանները ցուցադրել, որ դուք լսեք, բայց ասեմ ձեզ համացանցում այս տեսահոլովակը լինելու է շուտով եւ բոլորիդ կոչ եմ անում, որպեսզի դուք ծանոթանաք այս կոչի հետ, որովհետեւ կոչը ուղղված է դեկտեմբերի 11-ին Ազատության հրապարակում տեղի ունեցող համաժողովին, որտեղ մենք պետք է քննարկենք, թե ինչպես պետք է ազատվենք այս հանցավոր ռեժիմից, պետք է հայտարարենք օրակարգը եւ գործողությունների ծրագիրը, որոնց թվին է պատկանում նաեւ այս տարվա համապետական անհնազանդության երկրորդ միջոցառումը, որով պետք է կատվածահար անենք գործող ռեժիմը, դա գործադուլն է, շատ է հնչել տարբեր արտահայտություններ, թե հնարավոր չէ, գնացինք ոչ քվեարկեցինք եւ այս ռեժիմից հնարավոր չէ ազատվել։ Ես համոզված եմ եւ հավատում եմ, որ այո, ռեժիմից հնարավոր է ազատվել։ Մեր գործողությունները պետք է լինեն հետևողական եւ ռեժիմը ինքն իրենով իհարկե կնահանջի։ Հիմա հարցս հղում եմ այս մեծահարուստ մեր կառավարության անդամներին, ովքեր ես ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում լինեն հարուստ մարդիկ, բայց այս մարդիկ իրենք է պետք է մասնակցեն Հայաստանի Հանրապետության ազատությանը։ Եվ ուզում եմ, որ իրենցից տեսակետը լսեք, լավեն ազատության հրապարակ թե ոչ, որովհետև դա այն պայմանն է, որ իրենց համաներվա միջոցով հայցեր Ինչ անենք համարենք մշակութային միջոցառում եւ վարենք ընթացքը Արծվիկ Մինասյան երրորդ խոսափող Խնդրեմ պարոն Մինասյան Ձերը երկեր շաբաշտվող էլ չկա, թողեք շարունակենք։ Արծվիկ Մինասյան, խնդրեմ, երկրորդ խոսափող։ Ես կարծում եմ, պարոն նախագահ, կարծում եմ, որ ստանդարտ պատասխան կա, որ կառավարությունը գրավոր կարձագանքի է։
Գոնե։ Բայց ցույց տամ ես արդյոք։ Ես խնդրում եմ ձեր հարցը տաք։ Լավ, քանի որ իսկապես Ես դեռ չեմ արձագանքել։ Խնդրում եմ իմ ժամանակը տրամադրեք, որպեսզի ես կարողանամ արձագանքել։ Մեր կառավարության ներկայացուցիչները, ես կարծում եմ, որ իրենք պետք է իրենց Ձեր առնվազն խոսափողը անջատված է եւ մի շարունակեք։ Մի ավելի ընդգծեք ձեզ։ Կառավարությունը չի պատասխանում։ Դուք հարց չեք տվել, կառավարությունը չի պատասխանում, որը իրավունքը ունի։ Կառավարությունը այդ իրավունքը ունի, դուք հարց չեք տվել, ինքն էլ չի պատասխանում։ Արծվիկ Մինասյան, Շնորհակալություն, հարգելի կառավարություն, հարցը որ ուղղված է ձեզ վերաբերում է Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների, ովքեր Հայաստանից Ռուսաստան գնալու